Իսկ հիմա ժամանակն է ներկայացնելու մեր երկրորդ հյուրին։ Ոչ ոք չոր չի մնալու, որոշել է քաղաքապետարանն ու կիրակի օրը Վարդավառին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ։ Այստեղ ողջ օրը համերգային տրամադրություն է լինելու, իսկ Վարդավառին իրար վրա ջուր ցողելը տոնի ժողովրդական ամենասիրելի հատվածն է։ Վարդավառը Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից երրորդն է։ Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը, իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո մեռելոցն է։ Բոլոր եկեղեցիներում նջեցյալների հոգիների համար մատուցվում է Սուրբ Պատարագ եւ կատարվում հոգեհանգիստ։ Տոնի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կհաղորդի մեզ մեր հյուրը ազգագրագետ Նարինե Շամամյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Սկսենք դրանից, որ ինչպես գրեթե բոլոր եկեղեցական տոները, այնպես էլ Վարդավառը ունի նախաքրիստոնեական արմատներ եւ եկեք հասկանանք որոնք են դրանք ու իրականում ինչը խորհրդանշում Վարդավառը։ Ինչպես նշեցիք, տաղավար տոներից երրորդն է, Քրիստոսի պայծառակերպությունը կամ այլակերպությունը, քրիստոնեական անվանումը, իսկ Վարդավառը արդեն ժողովրդական անվանումն է եւ բավականին խորը արմատներ եւ հենք ունի պատմական։ Նախ ներկայացնեմ, որ այն ընկնում է Զատիկից 98 օր հետո, 14-րդ կիրակի օրն է ընկնում։ Եվ այն ունի 35 օրվա շարժականություն, այսինքն կարող է ընկնել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը, եւ քանի որ Զատիկից հետ եւ առաջ են տոները տեղաբաշխվում, շարժական տոները, ինչպես նաեւ Վարդավառը ընկնում է այդ շարժական տոների մեջ եւ 98 օրվա շարժականությամբ ընկնում է ամենատաք օրերից մեկը, երբ որ արևը գտնվում է զենիթում։ Այո, ճիշտ է, այն կապվում է հեթանոսական, տոների ավելի հին խոր արմատների հետ։ Եվ այդ մասին վկայություններ ունի Ղևոն Դալիշանը եւ նշում է, որ 9-ակնյա Մեհյանում տեղեր ունենում տոնը, Վարդավառ տոնը ծեսերով, արարողություններով, ինչից հետո այդ Մեհյանի հիմքի վրա կառուցվեց Մշո Սուրբ Կարապետ վանքը եւ շարունակեց պահպանել ավանդույթները, այսինքն քրիստոնեացվեց եւ շարունակվեց, այսինքն ոչինչ չկորավ, չանհետացավ։ Եվ ինչպես գիտենք, հիմնական գլխավոր սրբատեղին էր Սուրբ Կարապետի վանքը, որտեղ հավաքվում են հենց հիմնականում Վարդավառ տոնին Հայաստանի պատմազգագրական տարբեր շրջաններից, բնակավայրերից։ Իսկ Վարդավառ բառը ինքը կապվում է ըստ տարբեր ստուգաբանողների, այն կապվում է վարդ նշանակում է ջուր, իսկ ար, այսինքն ցողել, ջրել, խեթերեն արմատ ունի այն, ինչպես նաև այն ասում են, որ կապվում է Անահիտ եւ աստղիկ դիցուհիների հետ, ինչպես նաև կապվում է զրադաշտության հետ, այսինքն մեկնաբանությունները բավականին շատ են եւ տարբեր են մեկը մյուսից։ Բայց երբ խոսում ենք Վարդավառից, բոլորի մոտ առաջնահերթ գալիս է այն տպավորությունը, որ դա ջրոցին է, պետք է խաղալ եւ այլն, բայց չէ որ նույն ջուր ցողելը ունի հատուկ նշանակություն։ Մի փոքր սա մանրամասնենք։ Իհարկե, ինչպես ներկայացեցի, վարդ հենց արմատը հենքը ջուրն է նշանակությունը եւ հենց տոնի հիմնական գլխավոր առանցքը ջուրն է կազմում։ Ինչու, որովհետեւ տեսեք, այստեղ կա նաեւ մեկ ուրիշ այլ առասպել, որի համաձայն երբ որ Նոյի տապանը իջավ Նախիջևան եւ իր որդիների հետ դուրս եկավ, որպես հիշատակ համաշխարհային մեծ ջրհեղեղի, նա իր որդիներին պարտադրեց, որպեսզի ամեն տարի նրանք այդ օրը ջուր ցողեն միմյանց վրա ի հիշատակ մեծն ջրհեղեղի եւ պատմություններ կա, երբ որ իրար վրա ջուր էին ցողում, ասում են ի հիշատակ Նոյ Նահապետի, այսպիսի եզրեր կային եւ տոնը ունի շատ հետաքրքիր ծեսերի շարքեր Հիմնականում այդ ամենը կատարվում էր ուխտատեղիներում, պատրաստվում է ժողովուրդը շաբաթներով եւ կարող էին օրերով մնալ սրբատեղիներում։ Օրինակ շատ հետաքրքիր է Մշո Սուրբ Կարապետ վանքում գալիս էին հիմնականում իրենց նպատակներով եւ երիտասարդների, տղաների հիմնական նպատակը լարախաղացության հունար ստանալն էր։ Հետաքրքիր է, նրանք պատմում են, որ գիշերը քնելով այդ վանքում նրանք այդ տաղանդը ստանում են եւ
եղել է Վաչագան անունով մեկը, ով քնել է, ահա, վանքի բակում, երազ է տեսել եւ դարձել է լավագույն լարախաղացը եւ նա մրցել է Սատանայի հետ։ Լարերը կապված են եղել քուր եւ առաքս գետերի վրա, նա կարողացել է թռիչքաձև, հա, երկու պարանների վրա խաղալ եւ արդյունքում Սատանան ընկել է ներքև։ Այդ այս պատճառով է երկաթողերում կա Մշո Սուլթան Սրբ Կարապետ Պահապան Վաչագանին, այսինքն Վաչագանի անունը դրսևորվել է երկի մեջ, այո։ Ինչպես նաև մենք գիտենք տոնի խորհրդանշող հայ կերակուրների ցանկում ծիսական ուտեստների դա խնձորն է։ Ինչպես խաղողը մինչև հասունանալը պետք չէր ճաշակել, այսինքն պետք է չհամտեսեին, օրտնվելուց հետո նոր պետք է փորձեին, նույնը եւ խնձորը։ Խնձորը օրհնության ծես էր տեղի ունենում, որից հետո պատրաստում էին հա ամենահամեղ կերակուրներից մեկը լցոնած, հա պոպոկով եւ մեղրով եւ բաժանում էին բոլորին խորհրդանշական խնձորը, ինչպես նաև երիտասարդ տղաները սիրահար նվիրում էին իրենց սիրած աղջիկներին, հա, զարդարած խնձորներ։ Նաև դա դրսևորվել է երգերի մեջ։ Վարդավառը գալիս է, պատոհանին կարմիր խնձոր շարել եմ, ու հետաքրքիր էր անցնում նաև ուխտատեղերում, հա, շուրջ պարերը, խաղերը, ձիարշավները, ինչպես նաև լարախաղացությունը։ Սա իհարկե բնորոշ է եղել մինչև խորհրդային շրջանի, մինչև 80-ական թվականները, որից հետո հա տոնին բնորոշ որոշ ծեսեր սկսեցին համահարթեցվել։ Բայց մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում բավականին շատ տոներ, օրինակ բարեկենդան սկսել են նշել մարզային հատվածներում եւ բավականին լայն արձագանք է ստանում հասարակության կողմից ու մարդիկ մասնակցում են, սովորում են նույնիսկ երգերը, ծիսական բարերը կամ խաղերը, այ Վարդավառը ինչ որ մի մարզում նշվում է այնպես, ինչպես որ իրականում պետք է նշվի, ոչ թե ուղղակի իրար վրա ջուր ցպնելով։ Ճիշտ նշեցիք, այդ տեսեք 21-րդ դարը բնորոշ է առհասարակ մշակույթի կապիտալիզացիա, այսինքն մշակույթը որպես կապիտալ, որպես պրոդուկտ պատրաստել եւ վաճառել։ Եվ տոները բնական ընթացք է, բնականon ընթացք է եւ դա նորմալ է, եւ տոները բնականաբար չեն կարող կողքում մնային։ Եվ տեսեք, ճիշտ նշեցիք, որ մարզերում ինչպես են անցկացնում, սա նաեւ զարգացում է մարզային туриզմը, որովհետեւ մեծ քանակությամբ ներգնարտագնահա туриզմում զբոսաշրջությունը կարողանում է մղել դեպի մարզեր եւ այնտեղ անցկացնել հա Վարդավառ տոնը, որը բավականին հետաքրքիր ձևաչափով գովազդվում է, շատ հետաքրքիր է նշում Տավուշի մարզում, Բերդ համայնքում, շատ հետաքրքիր է նշում նաեւ Գորիսում, ինչպես նաև Մարտունիում պարտադիր պետք է այդ օրը շքեղ բարձրանան գետի ակունքների մոտ եւ հա մատաղացու գառները կամ ակտորները հա մատաղ են անում եւ մեծ խրախճանք է տեղի ունենում։ Սա իհարկե հետաքրքիր է, այսինքն իր առանձնահատկությունները ունի, բայց նաև լինում է, որ Երևանից հենց կազմակերպում է եւ բավականին մեծ բարի խմբեր մեկնում են, հա, տարբեր մարզեր իրենց ծրագրով, ոչ թե ժողովուրդը ինչպես է այն նշում կամ ընդունված է նշել, դա բավականին առանձնանում է։ Իրենց ծրագրային, հա, մոտեցումներով տանում է եւ փորձում են, հա, մշակույթը պահել, պահպանել։ Նայ, բայց եթե խոսենք, թե ինչպես էին նշում այն մեր պապերը, մեր տատերը կամ միգուցե շատ ավելի շուտ, կան հատուկ ինչ-որ մի քանի կարևոր կետեր, այ օրինակ նշեցիք լարախաղությունը, հա, այն ինչ կարևոր կետեր կա, որ դրանք պարտադիր էին այդ օրը։ Այդ տեսեք շատ կարևոր էր, շնորհակալություն հարցի համար, կարևոր էր նորի տիկնիկ շրջելը, նորին, նարին, հա, կապվում է ջրերի աստվածության հետ եւ այդ տիկնիկը ամենայն հավանականությամբ ծպտված հա այդ աստվածուհու կերպարի դրսևորումն է եղել, որը համայնքում շրջել են եւ այն տարածված է եղել գրեթե բոլոր շրջաններում եւ պատմական եւ արևելյան Հայաստանում տարբեր անվանումներ է ունեցել նորի տիկնիկը։ Ուրեմն ինչ էին անում, հա, տեղ կար, որ Խաչապայտի վրա են հավաքում տիկնիկը, հագուստ հագցնում եւ շրջում են, տեղ կար Ցախավելի վրա էին հագուստ հագցնում եւ շրջում են գյուղով եւ ինչ էր տեղ ունենում։ Այն պետք է երիտասարդ դեռատե աղջիկները, հա, պտտեցնեն, ինչպես նաեւ նրանց միանում են այրիացած կանայք։ Խորհուրդը այն էր, որպիսի ջուր ցողեին տիկնիկի վրա,
երկնքից անձրև ուզեին, որպեսզի բերքը բարիք անպակաս լիներ համայնքից, բարօրության խորհրդանիշներ։ Բացի դրանից Նուրի տիկնիկը նաև երաշտի ժամանակահատվածում էին շրջում։ Դա կարող էր մայիս ամսին լիներ, դա կարող էր հունիսին, օգոստոսին, այսինքն չորային ժամանակահատվածին Նուրի տիկնիկը պարտադիր շրջում էին։ Բայց տոնի ծիսական, ինչպես գիտենք, յուրաքանչյուր տոն ունի իրեն բնորոշ ծիսական տիկնիկը, Վարդավառինը Նուրի տիկնիկն է, որը շրջում են եւ բավականին հետաքրքիր երգերով եւ պարերով էին այն պտտեցնում, հա, Նուրին եկել է, աճբահուրին եկել է, երկնքից անձրև կուզե, ձեզնից ձու կուզե, կաթ կուզե, մի խոսքով այսպես զոհաբերություններ էին հավաքում տիկնիկի համար եւ գրեթե 1-2-3 ժամվա ընթացքում ավարտում էին ծեսը, որից հետո արդեն պետք է սկսեին համայնքային շուրջ պարերը, երգերը, խաղերը։ Նարինես, կարող ենք ասել, որ Վարդավառը բացառապես հայկական տոն է եւ այս ջուր ցողելու ավանդույթը բնորոշ է հայերին, թե այլ քրիստոնյա ազգեր նույնպես պահպանել են։ Տեսեք, շնորհակալություն հարցի համար, Վարդավառ տոնը բացի հայերից, հայերի մոտ այն ընդունված է որպես շարժական տոն եւ նշեցի, որ 35 օրվա շարժականությունն է։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներում այն նշվում է օգոստոսի 6-ին, այսինքն ֆիքսված օր է, շարժական չէ, միակ առանձնահատկությունը այն է, բայց միմյանց վրա ջուր ցողելու այդ ավանդույթը չի նկատվում, դա միայն բնորոշ է հայերին։ Իսկ ինչ են անում նրանք, ինչպես են նրանք նշում? Ճիշտ ասած, խորքային այդպես հետազոտություն չի իրականացվել, միայն եկեղեցական արարողակարգին ենք ծանոթ, այդ ընթացքը ինչպես է տեղի ունենում, բայց բավականին տարբեր է մերինից։ Օրինակ տեսեք, հայ առաքելական եկեղեցին օրհնության կարգ է իրականացնում խնձոր օրհնեքը, որից հետո նաև խաչբուրն է օրհնում։ Այսինքն, քանի որ Վարդավառը համարվում է նաև խոթ-հունձի ժամանակահատվածը, հնձում էին ցորենը եւ պատրաստում էին խաչբուրը։ Խաչբուրը դա ուրեմն հացի հոգին, հավատում են, որ արտերի հոգին ապրում է խաչբուրի մեջ եւ այդ խաչբուրերը տանելով եկեղեցի քահանան օրհնում էր, որից հետո նրանք տանում էին իրենց բնակարանները եւ դնում էին ցորենի եւ ալյուրի ամբարների վրա, բարօրության նպատակով, ինչպես նաև ասում են, որ խաչբուրի մեջ է թաքնված Անահիտ Դիցուհու կերպարը։ Այսպիսի ավանդույթ նույնպես կա։ Լավ, Նարինե, եթե խոսենք այն մասին, որ այս բոլոր տոներից հետո պարտադիր գալիս է նաև հաջորդող մեռելոցը, սա ինչու է կապված։ Չէ, միշտ կարծես թե մի այսպես ուրախ տոնից հետո կամ ուրախ տոնից առաջ միշտ մենք ունենում ենք մեռելոց։ Սա արդյոք հարգանքի տուրքն է դեպի, խոսենք նաև այս փաստի մասին, թե դա եկեղեցու պահանջն է։ Ճիշտ նշեցիք, յուրաքանչյուր տաղավար տոնից հետո մենք ունենք 5 տաղավար տոներ եկեղեցական, տերունական տոներ, անմիջապես հետո երկուշաբթի մեռելոցն է, այսինքն սա անմիջական կապ է հաստատում նախնիների հիշատակության հետ եւ պարտադիր ցանկացած տոնից հետո ուխտատեղում դա կլինի թե իրենց բնակարանում, մատաղացու, գառից կամ ակլորից անպայմանորեն մի մասնաբաժին եւ ինչպես նաեւ բերքից մի մասնաբաժին պարտադիր պետք է տանեին հանգուցյալների գերեզմանին, այսինքն այդ կերպ պահվում է, ինչպես նշեցի, կապը նախնիների հետ, այսինքն որպեսզի նրանց օրհնությունը անբաժան լինի, անպակաս լինի նրանց օջախից, նրանց ընտանիքից։ Հիմնական խորհուրդը սա է։ Եթե վերադառնանք ծիսական կերակրատեսակներին, ինչ կարող ենք մենք պատրաստել մեր օրերում Կիրակի օրը, որպես այսպես ավելի ծիսական կերպով նշենք Վարդավառը, որևէ մի բաղադրատոմս կհուշեք մեզ։ Տեսեք, ես ասացի, որ դա խնձորն է, օրհնված խնձորը, երբ որ բերում են տուն, լցոնում են պոպոկով, մեղրով եւ դնում են ջեռոց, ինչպես նաեւ այդ օրը ցորենի հասքերից հավաքած խարկում էին ցորենը եւ այդպես ուտում են կամ քաղցրացուցիչներով համեմում են եւ այդպես փորձում են, այսինքն հիմնական այս երկու պտուղների հետ էր կապված ծիսական կերակուրների պատրաստման ընթացքը, ինչպես նաեւ կարող է պատրաստվել գաթա, ինչպես նաեւ փոխինդ, ինչու՞ չէ, ինչը կապվում է ցորենի հետ, ալյուրի հետ։ Շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Կիրակի օրը Վարդավառն է, բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ միասին տոնելու այս հիանալի օրը։ Իսկ այս պահին առաջարկում եմ դիտենք Գովազդչանթի եթերում։